Երբ հեռվից նշմարում ես նարնջագույն վարագույրներով պատված պատշգամբները, ուրեմն դու արդեն Մեղրիում ես։ Բայց դրանք սովորական վարագույրներ չեն, այլ քաղցրահամ արքայանարնջի չորացող շարերը։ Աշնանը Մեղրին նմանվում է մի մեծ պատշգամբի, որտեղ ճիր դարձող արքայանարնջի կախանների ամեն շերտի մեջ արև կա, աշխատանքի համ ու տան ջերմություն։ Մեղրեցիներն ասում են, իրենց քաղաքի քաղցրությունը հենց այս ջրերի մեջ է, իսկ ճիր պատրաստելը, այն վերջնական տեսքի բերելը այնքան էլ հեշտ գործ չէ, այստեղ շատ կարևոր է արագությունը։ Թաղում ենք, մաքրում ենք, կապում ենք եւ կախում ենք։ Մի անգամ էլ եմ ասել, եթե Երևանցիք այդքան չուտեն չեն կարա։ Պիտի դուրս գնալ ամեն դեպքում, հասկանում ես։ Անաստաս Խաչատրյանն ապրում է Մեղրիի փոքր թաղերում։ Չրագործությունը նրա ընտանիքի համար դարձել է ապրելակերպ ու ապրուստի միջոց։ Լրագրողների հետ էլ հաճախ է շփվում ու արդեն գիտի ինչ հարցեր ենք տալու։ Անաստասն ասում է, 15 օր է պետք, որ արքայանարիչը Ընդհանրապես քաղցը գայելուկիս լավ չի դառնում, դա շատ է պին դնում։ Իսկ որը խեղտողալում ձելեզով ասած խեղտողից ընտիր չի դառնում։ Համ տեսելու մեր ճիրը եւ գնելու նպատակով։ Մեղրիի բնակլիմայական պայմանները նպաստավոր են արքայանարնջի համար։ Արևը այստեղ ավելի ջերմ է, պտուղն ավելի քաղցր։ Հաշվի առնելով հենց այս առավելությունը Հարություն Խաչատրյանը 10 տարի առաջ Մեղրիում ջրի արտադրություն է հիմնել։ Սկզբում ջիրը միայն իր այգու բերքից էր պատրաստում, բայց 1 տարի անց սկսեց մթերել նաև գյուղացիների բերքը։ Սենց սեղ մսիա, մատես կողմից, սա հատիկ սենց մեկ մշակում ենք, ելն էշ որ կախում ենք, տես պրոստը չորանում։ Ինքը շատ դժվար ու հետաքրքիր գործ է, շատ եմ սիրել էլի այս գործը։ 10 տարի առաջ փոքր չրանոց եմ ունեցել, այդտեղից սկսվել է էլի իմ գործը, հետո մտել եմ մեծ գործի մեջ, արդեն Մեղրի ամենամեծ չրանոցներից մեկն է իմը։ Այսօր Մեղրիի ամենամեծ չրանոցը նրանն է։ Արտադրամասը այժմ տոննաներով է կարողանում ճիր արտադրել։ Բերքահավաքի օրերին տասնյակ աշխատողների կարիք է ունենում։ Մեղրիից էլ են գալի օկտեմբերյանից էլ, Եղեգնաձորից էլ, տարբեր լավներից գալիս են շրջաններից։ Այսինքն արտագնա աշխատեն գալիս են Մեղրից։ Հա, գալիս են։ Իսկ որտեղ եք իրացնում ձեր ապրանքը։ Ռուսաստան, Հայաստանի շուկայում, տարբեր շուկաներում իրացնում ենք։ Ու եթե հնարավորություն ունի Եվրոպա անել է շատ հետ, Ամերիկա է շատ գնում։ Այնտեղ հիմա սկսել են արդեն եւ Ամերիկայել արտահանել, որ արդեն որ շուկան մեծանա, ավելի պահանջարկը կշատանա, գինն էլի կայուն կմնա, ստաբիլ կմնա։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր, Սյունիքի մարզ, Երևան։